Մի զույգ մեքենայով տուն էր վերադառնում, երբ հանկարծ մի եղնիկ անցավ նրանց ճանապարհով, առաջացնելով ավտովթար, ամուսինները ողջ մնացին առանց որևէ վնասվածքի, սակայն պատահարի հետևանքով զոհվեց մի երիտասարդ, հազիվ 20 տարեկան։ Բանտ նստելու վախից զույգը որոշեց ջնջել բոլոր ապացույցները, կինը վերցրեց տուժողի հեռախոսը, հետագայում այն դեն նետելու համար, մինչ տղամարդը վնասված մեքենան քշեց դեպի մոտակա լիճը, այնտեղ սուզելու։ Այդ ընթացքում, երբ կինը մենակ կանգնած էր ճանապարհին, մի տղամարդ կանգնեց եւ հարցրեց, թե ինչ է պատահել։ Կինն ասաց նրան, որ հարվածել է եղնիկի, եւ հիմա իր մեքենան չի միանում։ Տղամարդը, ներկայանալով որպես մեխանիկ, առաջարկեց օգնել եւ հրավիրեց նրան իր տուն, ասելով, որ ունի այն նորոգելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ Խուճապի մատնված կինը համաձայնեց եւ գնաց նրա հետ։ Երբ նրանք հասան տուն, տղամարդը նրան թողեց իր կնոջ հետ, մինչ ինքը գնաց մեքենան սարքելու, աշխատանքն ավարտելուց հետո նա ասաց կնոջը, որ մեքենան պատրաստ է, եւ նա կարող է ապահով տուն գնալ։ Սակայն հետո նա հիշատակեց, որ իր որդին դեռ չի վերադարձել, ուստի կինը որոշեց զանգահարել նրան, ի զարմանք բոլորի, հեռախոսը սկսեց հնչել կնոջ պայուսակի միջից, նա արագ թաքցրեց այն բազմոցի տակ, չափազանց ուշ գիտակցելով, որ իրեն սպանած տղան հենց նոր իրեն օգնած ամուսինների միակ որդին էր։ Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ Ադրիան Դորիա անունով հարուստ գործարարը մեղադրվում է Լաուրա անունով մի կնոջ սպանության մեջ։ Ադրիանն ասում էր, որ ինքն անմեղ է եւ վարձում է հայտնի փաստաբան Վիրջինիա Գուդմանին, որը հայտնի է նրանով, որ երբեք ոչ մի դատական գործ չի տանուլ տվել։ Լուրը տարածվեց ամենուր եւ Ադրիանի հեղինակությունը սկսեց փլուզվել։ Նա աղաչում էր Վիրջինիային փրկել իրեն, ասելով, որ դրանից է կախված իր ողջ կարիերան։ Վիրջինիան համաձայնեց, բայց զգուշացրեց, որ կկարողանա օգնել միայն այն դեպքում, եթե նա պատմի ամբողջ ճշմարտությունը։ Նա նաև հայտնեց նրան, որ ընդամենը 3 ժամից իր դեմ ցուցմունք է տալու մի նոր գաղտնի վկա, ուստի նա պետք է ամեն ինչ պատմի հենց հիմա։ Վիրջինիան սկսեց հարցաքննել նրան, հարցնելով, թե ինչ էր անում Լաուրայի հետ այդ հյուրանոցում։ Ադրիանը բացատրեց, որ ինչ-որ մեկը հայտնաբերել էր իրեն սիրավեպի մասին եւ շանտաժի ենթարկելով, պահանջում էր 100,000 եվրո։ Նրանք գնացել էին հյուրանոց շանտաժիստին վճարելու համար, ժամեր շարունակ սպասելուց հետո նրանք տարօրինակ հաղորդագրություն ստացան Լաուրայի սեփական հեռախոսից, որն իրականում նա արդեն դեն էր նետել։ Հասկանալով, որ դա թակարդ է, նրանք փորձեցին հեռանալ, սակայն ինչ-որ մեկը հարվածեց Ադրիանին եւ գցեց անգիտակից վիճակի մեջ։ Երբ նա ուշքի եկավ, Լաուրան մահացած էր, իսկ գումարը շաղ տված նրա շուրջը։ Ոստիկանությունը ներխուժեց հյուրանոցի փակ սենյակ եւ ձերբակալեց Ադրիանին։ Դուռը փակ էր ներսից եւ հայտնաբերվել էին միայն Ադրիանի եւ Լաուրայի մատնահետքերը։ Վիրջինիան լսեց, բայց լիովին չհավատաց նրան։ Նա Ադրիանին ասաց, որ հանդիպել է 2 տեսակի հաճախորդների, ազնիվներ, որոնք ասում են ճշմարտությունը, եւ գոռոզներ, որոնք կարծում են, թե իրենց փաստաբանից խելացի են։ Նա նշեց, որ Ադրիանը երկրորդ տեսակին է պատկանում։ Այնուհետև նա ցույց տվեց Դանիել Խերոն անունով անհետ կորած մի տղայի մասին լուրը։ Տեսնելով լուսանկարը, Ադրիանը վախեցած տեսք ընդունեց եւ ի վերջո որոշեց պատմել ամբողջ ճշմարտությունը։ 3 ամիս առաջ Ադրիանն իր կնոջն ասել էր, թե աշխատանքային գործուղմամբ մեկնում է Փարիզ, բայց իրականում նա Լաուրայի հետ էր։ Մեքենան վարելիս նրանք վիճում էին իրենց իրավեպի պատճառով։ Լաուրան ցանկանում էր շարունակել այն գաղտնի, իսկ Ադրիանը ուզում էր դադարեցնել։ Հանկարծ նրանց մեքենայի առջև մի եղնիկ ցատկեց, եւ նրանք վթարի ենթարկվեցին։ Մոտակայքում գտնվող մեկ այլ մեքենա հարվածել էր ծառին։ Երբ նրանք ստուգեցին, ներսում գտան մի պատանի տղայի Դանիել Խերոնին, եւ նա մահացած էր։ Ադրիանը ցանկանում էր զանգահարել ոստիկանություն, բայց Լաուրան կանգնեցրեց նրան, ասելով, որ երկուսն էլ կհայտնվեն բանտում։ Վախեցած Ադրիանը համաձայնեց, նրանց մեքենան չէր միանում, եւ ինչ-որ մեկը գալիս էր։ Լաուրան թաքցրեց Դանիելի մարմինը մոտակայքում եւ ձևացրեց, թե նոր է բախվել Ադրիանի մեքենային։ Երբ անծանոթը տեղ հասավ, նա ստեց եւ կեղծ կոնտակտային տվյալներ տվեց։ Այդ ժամանակ հնչեց Դանիելի հեռախոսը։ Նա ձևացրեց, թե դա ապահովագրական ընկերությունն է եւ պատասխանեց զանգին, տղամարդը հավատաց նրան եւ հեռացավ։ Քանի որ ինչ-որ մեկը տեսել էր նրանց, նրանք չէին կարող գնալ ոստիկանություն։ Նրանք որոշեցին թաքցնել մարմինն ու բոլոր ապացույցները։ Ադրիանը Դանիելի մեքենան հրեց լիճը, որպեսզի այն դժբախտ պատահարի տեսք ունենա։ Ավելի ուշ նրանք նորից հանդիպեցին եւ պլանավորեցին ոչնչացնել նաեւ Ադրիանի մեքենան։ Բայց մինչ այդ Լաուրան Ադրիանին ասաց օգնություն չկանչել եւ սպասել, որ որևէ մեկը կանգնի, շուտով մի տղամարդ կանգնեց օգնելու համար։ Նա Թոմաս Խերոն անունով մի մեխանիկ էր։ Նա ասաց, որ մեքենայի ստարտերն է վնասված եւ առաջարկեց այն նորոգել իր տանը։ Լաուրան համաձայնեց եւ ստեց իր անվան հարցում, ասելով, թե ինքը Ռաքելն է եւ գրախանութ է ղեկավարում։ Թոմասի տանը նրա կինն Էլվիրան ջերմորեն դիմավորեց Լաուրային։ Էլվիրան նկատեց Լաուրայի ձեռքի արյունը, սակայն Լաուրան ասաց, որ հարվածել է եղնիկի։ Իրեն զրույցի ընթացքում Էլվիրան հիշատակեց իր որդուն Դանիելին։ Լաուրան քարացավ։ Նա հենց այն տղան էր, ում նրանք սպանել էին։ Խուճապի չմատնվելով Լաուրան իրեն հանգիստ պահեց, մինչև մեքենան պատրաստ եղավ, բայց երբ Էլվիրան հաղորդագրություն ստացավ, որ Դանիելը տուն չի եկել, նա զանգահարեց որդու հեռախոսին եւ այն հնչեց Լաուրայի պայուսակի միջից։
Ապշած Լաուրան թաքցրեց հեռախոսը, բայց Թոմասը գտավ այն, նրանք շփոթմունքի մեջ էին, իսկ Լաուրան արագորեն պատրվակ գտավ եւ հեռացավ։ Դրանից հետո Լաուրան ու Ադրիանը ոչնչացրին վերջինիս մեքենան եւ խոստացան այլևս երբեք չհանդիպել։ Հաջորդ օրը Ադրիանը ոստիկանությանը հայտնեց, թե իր մեքենան գողացել են, եւ ստեց նաեւ իր կնոջը։ Նա փորձում էր իրեն սովորականի պես պահել, ժպտալով ու ձևացնելով, թե կյանքը հիասքանչ է։ Մի քանի օր անց լուրեր տարածվեցին անհետ կորած տղայի Դանիել Խերոնի մասին, նույն այն տղայի, որը վթարից էր։ Նրա ծնողները Թոմասն ու Էլվիրան փնտրում էին նրան ամենուր, բայց չէին կարողանում գտնել։ Այնուհետև դատարանում հայտնվեց գաղտնի վկան եւ Ադրիանը ստիպված էր արագ գործել։ Նա զանգահարեց իր փաստաբան Ֆելիքսին եւ նրան ծանոթացրեց Վիրջինիայի հետ։ Ադրիանը շարունակեց իր պատմությունը, ասելով, որ մի օր ոստիկանները եկան իրեն հարցաքննելու։ Նրանք մեքենայի վթարի հետքեր էին գտել Դանիելի տան մոտակայքում։ Թոմասը բերել էր մի կնոջ, որն ասել էր, թե նույն օրը հարվածել է եղնիկի, եւ նրա մեքենայի համարանիշը համընկնում էր Ադրիանի մեքենայի համարների հետ։ Բայց քանի որ Ադրիանն արդեն հայտնել էր իր մեքենայի գողության մասին, ոստիկանությունը կարծեց, թե կինը ստում է։ Նրանք բաց թողեցին Ադրիանին, որոշ ժամանակ անց բարում խմելիս Ադրիանը հեռուստացույցով հրատապ լուր տեսավ։ Ոստիկանությունը Դանիելի բանկային հաշվին $50,000 էր գտել եւ սկսել էր կարծել, թե նա գումար է գողացել այն բանկից, որտեղ աշխատում էր։ Ադրիանն ավելի ուշ սրճարանում հանդիպեց Լաուրային այդ մասին խոսելու համար։ Լաուրան նրան պատմեց, որ վթարից հետո ինքը գաղտնի վերցրել էր Դանիելի դրամապանակը եւ պարզել, որ նա աշխատում է նույն բանկում, ինչ իր ամուսինը Բրունոն։ Օգտագործելով դա նա մի պլան էր մշակել Դանիելին գող ձևացնելու համար, քանի դեռ Բրունոն լոգանք էր ընդունում, Լաուրան օգտագործել էր նրա նոութբուքը, հաճախորդների հաշիվներից գումարը Դանիելի հաշվին փոխանցելու համար, այդպիսով բոլորը կհավատային, որ Դանիելը գողացել է այն ու փախել։ Ադրիանը կարծում էր, որ դա սարսափելի պլան է, բայց Լաուրան հիշեցրեց նրան, որ եթե ինքը բռնվի, Ադրիանը նույնպես կգնա բանտ։ Օրեր անց Ադրիանի ընկերությունը սկսեց արագորեն զարգանալ, եւ նա հայտնի դարձավ որպես տարվա գործարար։ Իր խնջույքներից մեկի ժամանակ նրան մոտեցավ մի տարեց տղամարդ։ Դա Թոմաս Խերոնն էր, Դանիելի հայրը։ Թոմասն Ադրիանին ասաց, որ ինքն ու իր կինը Էլվիրան այնտեղ են եղել, երբ ոստիկանությունը հարցաքննում էր նրան։ Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչպես նա այդքան հեշտությամբ ազատ արձակվեց։ Շուտով նրանք տեսան լուրերը, որտեղ Դանիելին գող էին անվանում, ինչը կոտրեց Էլվիրայի սիրտը։ Նա հիվանդացավ տխրությունից, իսկ Թոմասը լցվեց բարկությամբ։ Նա սկսեց ուշադիր հետևել Ադրիանին, հետևելով նրան ամենուր։ Ի վերջո, Թոմասը կանգնեցրեց Ադրիանին եւ հարցրեց, թե ինչ է պատահել իր որդուն։ Ադրիանը սառնասրտորեն ասաց, որ ոչինչ չգիտի, բայց Թոմասը նկատեց Ադրիանի կրակայրիչը։ Դա հենց այն նույն կրակայրիչն էր, որը գտնվել էր Ռաքելի մեքենայում։ Այժմ Թոմասը վստահ էր, որ Ադրիանն ու Լաուրան մեղավոր են։ Ադրիանը դեռ հերքում էր ամեն ինչ եւ դուրս արեց նրան։ Վերադառնալով ներկա ժամանակ, Վիրջինիան սկսում է իրար միացնել բոլոր կտորները։ Նա հասկանում է, որ Լաուրայի մահը պետք է կապված լինի Դանիելի անհետացման հետ։ Նա կարծում է, որ Դանիելի ծնողները կարծում էին, թե Լաուրան ու Ադրիանը սպանել են իրենց որդուն։ Լաուրայի մահից հետո Թոմասը հավանաբար ցանկանում էր վրեժխնդիր լինել Ադրիանից։ Ադրիանն այնուհետև բացատրում է, թե ինչպես են ինքն ու Լաուրան հայտնվել Բելլա Վիստա հյուրանոցում։ Մի օր նա մի ծրար էր ստացել, որտեղ կար այն լճի լուսանկարը, որտեղ թաքցված էր Դանիելի մեքենան, եւ մի տղամարդու ձայնագրություն, որը պահանջում էր 100,000 եվրո։ Եթե չվճարեին, նա կհայտներ ոստիկանությանը։ Հաղորդագրությունը հրահանգում էր նրանց գնալ գնացքի կայարան, օգտվել տաքսոֆոնից եւ սպասել հրահանգների։ Նրանք կատարել էին ամեն ինչ, ինչը նրանց բերեց հյուրանոց։ Նրանք դեն նետեցին իրենց հեռախոսները եւ սպասեցին 715 սենյակում։ Ժամեր անց Ադրիանը հաղորդագրություն ստացավ Լաուրայի հին հեռախոսից, այն մեկից, որ նա արդեն դեն էր նետել։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ դա թակարդ է։ Երբ փորձեցին հեռանալ, Ադրիանի վրա հարձակվեցին եւ նա ուշագնաց եղավ, երբ արթնացավ։ Լաուրան մահացած էր, իսկ գումարը շահ տված։ Վիրջինիան կարծում է, որ այս տարբերակը կարող է փրկել նրան։ Եթե նրանք պնդեն, որ Թոմասն է սպանել Լաուրային վրեժ լուծելու համար, դատարանը կարող է հավատալ դրան, բայց նրան հետաքրքրում է, թե ինչպես կարող էր Թոմասը փախչել փակ սենյակից։ Հետո նա մի հուշում է գտնում։ Էլվիրան աշխատում էր Բելլա Վիստա հյուրանոցում։ Նա կարող էր օգնել Թոմասին գաղտնի ներս մտնել։ Վիրջինիան կառուցում է ամբողջական պատմությունը։ Թոմասն օգտագործել է Էլվիրայի օգնությունը սենյակ մտնելու համար, նախքան Ադրիանի եւ Լաուրայի ժամանելը։ Նա բացել էր հարևան սենյակի պատուհանը եւ նրան էր տվել բռնակը, հետագայում փախչելու համար։ Երբ զույգը ներս է մտել, Թոմասը հաղորդագրություն է ուղարկել Լաուրայի հեռախոսից նրանց վախեցնելու համար։ Հետո նա հարվածել է Ադրիանին, ծանր քարով սպանել Լաուրային, շահ տվել գումարը, քարը սեղմել Ադրիանի ձեռքին մատնահետքեր թողնելու համար եւ փախել պատուհանից։ Վիրջինիան Ադրիանին ասում է, որ այս պատմությունը կարող է շահել դատը, եթե նա ասի, որ ինքն իրականում Փարիզում է եղել եւ որ Լաուրան է եղել այն մեկը, ով սպանել է Դանիելին։
Նա առաջարկում է Լաուրայի իրերից ինչ-որ բան տեղադրել Դանիելի մեքենայի մեջ, նրան մեղավոր ձևացնելու համար։ Նա հարցնում է Ադրիանին, թե որտեղ է խորտակել Դանիելին, եւ տղամարդն ի վերջո խոստովանում է ճշմարտությունը։ Դանիելը դեռ ողջ էր, երբ ինքը մեքենան հրում էր ջրի մեջ, նա որոշել էր սպանել նրան, որպեսզի չբռնվեր։ Վիրջինիան ապշած է եւ զգուշացած, նա հասկանում է, որ Ադրիանը զոհը չէ, այլ իրական մարդասպանը, նա նորից է հավաքում պատմության կտորները։ Ադրիանն է կայացրել բոլոր որոշումները։ Նա է կանգնեցրել Լաուրային ոստիկանություն զանգելուց, վերցրել է Դանիելի դրամապանակը եւ Լաուրային ասել մեղադրել Դանիելին։ Լաուրան ավելի ուշ մեղքի զգացում է ունեցել եւ ամեն ինչ խոստովանել Դանիելի ծնողներին։ Հետո նա թակարդ է պատրաստել Ադրիանի համար հյուրանոցում, հուսալով, որ երկուսով կխոստովանեն ոստիկանությանը, բայց Ադրիանը հրաժարվել է եւ փոխարենը սպանել նրան։ Սպանությունը թաքցնելու համար նա գումար է շաղ տվել նրա մարմնի շուրջը եւ հարվածել սեփական գլխին, կռիվ ձևացնելու համար։ Լաուրայի մահից հետո Թոմասն ու Էլվիրան արդարություն էին ցանկանում։ Թոմասը տեղափոխվել էր Ադրիանի տան դիմացի բնակարան, նրան լրտեսելու համար։ Նույնիսկ հյուրանոցում Էլվիրայի աշխատելու լուսանկարն էր կեղծ։ Վիրջինիան այն խմբագրել էր դատարանին խաբելու եւ Ադրիանին փրկելու համար։ Ադրիանը խոստովանեց ամեն ինչ, ինչպես է վերցրել Դանիելի դրամապանակը, մեղադրել Լաուրային եւ սպանել նրան։ Խոստովանությունից հետո Վիրջինիան ասաց, որ իրեն ընդմիջում է անհրաժեշտ։ Այդ ժամանակ Ադրիանի փաստաբան Ֆելիքսը զանգահարեց, ասելով, որ կաշառել է միակ վկային։ Հանկարծ Ադրիանի գրչից թանակ սկսեց հոսել, եւ նա տարօրինակ ձայն լսեց։ Գրիչի ներսում ձայնագրիչ կար, երբ նա նայեց Վիրջինիայի նշումներին, դրանք դատարկ էին։ Նա նայեց պատուհանից եւ տեսավ նրան փողոցի հակառակ կողմում կանգնած Թոմասի հետ։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ կինը, ում հետ ինքը խոսում էր, ամենևին էլ Վիրջինիան չէր, դա քողարկված Էլվիրան էր։ Նա նախկինում թատրոնի դերասանուհի էր եղել, ինչն էլ բացատրում էր, թե ինչպես էր նա այդքան լավ խաբել իրեն։ Հենց այդ պահին իսկական Վիրջինիան ժամանեց, եւ Ադրիանը քարացավ, հասկանալով, որ խոստովանել է սխալ մարդու։ Ֆիլմն ավարտվում է այս ցնցող շրջադարձով, այն ստիպում է ձեզ կռահումներ անել մինչև վերջին վայրկյանը, ցույց տալով, թե ինչպես կարող են սուտն ու մեղքը խեղաթյուրել ճշմարտությունը, որքան էլ մեկը փորձի թաքցնել հանցագործությունը։ Ճշմարտությունն ի վերջո միշտ գտնում է իր ճանապարհը։